Նշանակում է առավոտ լուսով վիկենդը, իսկ այս պահին արդեն ուզում ենք դիմավորել մեր առաջին հյուրին, գուցե նաև ընթացքում երկրորդ հյուրին կդիմավորենք, դա արդեն անակնկալ է, դեռ փակագծեր չբացենք։ Դե ինչ, ողջունենք Աստղիկ Սաֆարյանը մեր տաղավարում, բարի լույս Աստղիկ։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ եք սկսում եւ հետաքրքիր է թե ընդհանուր առմամբ ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Առավոտները սկսում են նախաճաշով։ Իդեպ ես էլ այն մարդկանցից էի, ովքեր չէի անում նախաճաշ, միայն սուրճով էսպես, հա, բայց հետո եկավ մի պահ, որ հասկացա, որ ճիշտ է նախաճաշ անելը, որովհետև դա ձևավորում է ամբողջ օրդ, հա։ Իսկ հիմա արդեն երկար ժամանակ է, օրը սկսում եմ նախաճաշով, պաշտոնապես նախաճաշով։ Եվ հետո արդեն ավելի լավ տրամադրությամբ ու ավելի մեծ ուժով, հա, այսպես շարունակում եմ օրս։ Երաժշտություն լսում եք առավոտյան։ Երաժշտություն առավոտյան միգուցե երբ որ հեռուստացույցը միացնում եմ, հա, այնտեղ գերադասում եմ իհարկե երաժշտական ալիքներ, բայց երաժշտությունը լսում եմ ամբողջ օրվա ընթացքում, այնպես որ դա միշտ ինձ հետ է, պարտադիր չէ որ առավոտյան։ Կա երաժշտություն, որ լսում եք ու երբեք չեք ձանձրանում։ Կա իհարկե։ Իսկ ո՞րն է դա։ Իմ սիրելի արտիստների երգերը, մի քանիսին կարող եք նշել։ John Legend, Pharrell Williams, Mika, շատ են։ Ես անգամ հիշում եմ Mika-ի ձայնասկավառակը այնքան էի լսել մեքենայի մեջ, վառվել էր այդ ձայնասկավառակը։ Հնարավոր է այդպես բաներ, հա։ Պատկերացրեք։ Վերջերս գիտենք, որ նոր ձայնասկավառակ եք թողարկել եւ որը կոչվում է 5։ 5։ Ինչ երգեր են այնտեղ։ Եվ հուսանք 5 երգ չի։ 5 երգ է։ Հիմա կպատմեմ, հա, ես ինձ հետ բերել եմ ձայնասկավառակս, որպեսզի ավելի վառ տեսնենք օրինակը։ Ինքը ամեն ինչը կատարվել է 5-ի շուրջ։ 5-րդ ձայնասկավառակ ներառված է 5 երգ, 5-ն էլ ներկայանալու են տեսահոլովակով եւ շնորհանդեսի օրն էլ նշանակել է 05/05/25-ը, մայիսի 5-ին։ Ամեն ինչ արված է 5-ի շուրջ, որովհետեւ 5 թվի շուրջ է ամեն ինչ կառուցվել։ Այսինքն նաեւ մարքեթինգային մոտեցում ենք տվել, դրա համար այսպես ենք ձևակերպումները արել։ Ինքը իրենով առանձնանում է իմ մյուս ձայնասկավառակ հիմա ասեմ, որովհետև այս ձայնասկավառակում 5 երգն էլ ունեն հատուկ ձեռագիր, թե գործիքավորումների տեսանկյունից եւ նաեւ այն տեսանկյունից, որ բոլոր երգերը երկլեզու են, կամ հայերեն, անգլերեն, կամ հայերեն, իսպաներեն։ Դրա համար կային անգամ ընթացքում ստեղծված երգեր, որոնք էլի միգուցե լավն էին, բայց քանի որ չէր համապատասխանում այս ֆորմատին, ինչի ես մտածել էի, իրենց չեմ ներառել այս ձայնասկավառակում։ Այսինքն այն, որ ինքը 5 է, դա չի նշանակում, որ երգերը քիչ են եղել, հա։ Պարզապես ընտրվել է հատուկ ձեռագիր, ընտրվել է հատուկ կոնցեպտ եւ փորձել եմ համապատասխանեցնել այդ ամեն ինչին։ Եվ հետաքրքիր է, արդյոք երգերը ռիթմիկ են, թե ավելի դանդաղ։ 4 գործերը ռիթմիկ են, բավականին նոր թրենդային մոտեցումներով, երիտասարդական, բիթային եւ համաշխարհային ավելի թրենդերին մոտ, եւ միայն մեկն է, որ ավելի այսպես լիրիկական է, այդ մեկը ինչով էր կարեւոր, որ դա արդեն եռալեզու էր, հա, այստեղ ներառված էր հայերեն, անգլերեն եւ իսպաներեն, ինքը արդեն իսկ հնչել է, բայց դեռ չունի տեսահոլովակ, որի համար նախատեսել ենք տեսահոլովակ նկարահանել, բայց Իսպանիայում։ Հետաքրքիր է, կա մի երգ, որը առանձնահատուկ այսպես ուշադրություն ես դարձրել կամ ավելի հոգեհարազատ է քեզ, որը կառանձնացնես, որ երգը։ Գիտես, ինձ համար բոլորը հոգեհարազատ են, որովհետև ինձանից են ծնվում, բայց այս ձայնասկավառակում երևի թե կառանձնացնեմ ամենալավ կոչվող երգը, որը ավելի soft rock-ային եւ նաեւ նոր այսպես թրենդային բիթերի համակցություն է, ավելի Coldplay-ի ժանրին է մոտ, որը իմ մանկության իմ սիրելի ժանրն է, հա։ Բայց առհասարակ բոլոր երգերն էլ միանգամից հիշվող տեսակի երգեր են եւ անմիջապես հենց նկատել եմ, որ շատ ավելի երիտասարդներին է գրավում, որովհետեւ եւ բիթային մոտեցումներ ունի եւ իմաստային առումով համ հասուն է, համ երիտասարդներին էլ է մոտ, այնպես որ այդ ոսկե միջինը կարողացել ենք այստեղ գտնել, որ մոտ լինի եւ իմ սերնդի եւ ինձանից ավելի ավագ սերնդի մարդկանց եւ երիտասարդներին։ Իսկ խոսքերի հեղինակը կներես Ռուբեն ջան։
Խոսքերի հեղինակ։ Բոլոր 5 ձայնասկավառակների։ Բոլոր երկերի։ Ձեր վերջին տեսալովակում միաժամանակ մի քանի այսպես ոճային կտրուկ փոփոխություն եք նկատում։ 5 կերպար, էլի։ Այո, ու հագուստն էլ այսպես աչքի է շատ ընկնում։ Շնորհակալ եմ։ Այստեղ ունենք պատեկրանին կադրեր։ Ինչպիսի արձագանքներ եք ստացել։ Շատ լավ, իդեպ ամբողջ ստիլիստիկայով ինքս եմ զբաղվել, միայն աքսեսուարների առումով եմ ունեցել համագործակցություններ, բայց ընդհանուր առմամբ ամբողջ ստիլիստիկայով միշտ ինքս եմ զբաղվել, սա էլ բացառություն չէր։ Այստեղ եւս ներառել ենք 5-ը, այսինքն 5-ի շուրջ ամեն ինչը 5-ի շուրջ է կատարվում։ Կերպարները հենց այդպեսին ես ընտրում եմ, հետո արդեն դիմահարդարում, վարսահարդարում այնտեղ միասին հավաքվում ենք եւ հասկանում ենք, թե ինչ համապատասխան մոտեցումներ տալ, այսինքն թիմային աշխատանք է, բայց հիմքը հիմնականում գաղափարները իմն են։ Երաժշտությունից զատ ինչն է քեզ այսօր հետաքրքրում։ Այ հետաքրքիր է ինչ հոբի ունես, որը կարող է քեզ վերալիցքավորել, օրդ էլ ավելի հետաքրքիր դարձնել, բացի երաժշտությունից։ Գիտեք, ես ժամանակի ընթացքում իմ 20 տարիների երաժշտական գործունեության ընթացքում այնպես է ստացվել, որ ընթացքում այն ինչ համարել եմ հոբի, դա կամաց վերածել եմ պրոֆեսիոնալ մակարդակի, այսինքն ես ունեի նորաձևության հանդեպ սեր, ընթացքում ստեղծեցի իմ ապրանքանիշը գլխարկների, որը այսպես ակամայից դա վերածվեց գործունեության, հա, կարելի է ասել։ Այս շրջանում դե նորաձևությունը միշտ կա, իմ ստիլիստիկան միշտ իմ հոգում է, այսպես անգամ երբ որ ես գնում եմ հաց առնելու, հա։ Դե չխոսենք տեսահոլովակների կերպարների մասին։ Հա, այդ արդեն ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ենք տալիս, բայց ուզում եմ ասեմ, անգամ առօրյայում իմ կյանքում դա միշտ առկա է, որը եւս ստեղծագործման ձև է, հա, ես համարում եմ։ Եթե դա չլինի, ես ինձ դատարկ կզգամ, հա, այսինքն կզգամ, որ չեմ ստեղծագործում։ Կա նաեւ նոր հետաքրքրություններ, դա էլ ստեղծվեց առաջարկներից ավելի շատ, երբ ստացա եվրոպական քաղաքներից առաջարկներ մրցանակաբաշխություններ վարելու, ինչ որ հետաքրքիր ինտերվյուներ անելու ոլորտի ներկայացուցիչների, լիդերների հետ եւ ակամայից, երբ որ արդեն իսկ ստացա առաջարկ, փորձեցի գերազանցությամբ դուրս գալ, հա, այդ ամեն ինչից եւ հասկացա, որ ինչ որ չափով դրան եւս տիրապետում եմ, ամենայն դեպս իրենց գոհացած լինելուց դա հասկացա։ Կարծում եմ դա հիմա նորից կարելի ասել դարձել է այսպես հոբի ասված, որը փորձում եմ տանել ավելի պրոֆեսիոնալ մակարդակի։ Դե վերադառնանք Հայաստան, Հանրային հեռուստաընկերություն եւ երկու աստղ նախագծին։ Ինչպես եղավ ձեր արձագանքը, ընթացքը, ինչ է սա ձեզ համար, ինչ է տալիս սա ձեզ։ Ես նոր էի վերադարձել Իսպանիայից եւ այսպես պատրաստվում էի ամբողջությամբ նվիրել ինձ ձայնասկավառակի շնորհանդեսի աշխատանքներին, որովհետեւ ամբողջությամբ ինքս եմ զբաղվում։ Եվ զանգ ստացա հանրայինից, կազմակերպիչներից, երկու աստղի, ասացին, որ նման բան ենք ստեղծում, դե ես տեսել էի, որ պլանավորում են երկու աստղ, դա արդեն տեսել էի, բայց չէի մտածում, որ կարող եմ ես առաջարկ ստանալ, զանգահարեցին եւ ասացին, որ ուզում ենք քեզ ներառել, զույգդ Դավիթն է Մանոյան, ես Դավիթին ծանոթ չէի անձամբ, անկեղծ ասած գիտեի միայն Իվետայի տեսահոլովակից, որովհետև այդ շրջան շատ խոսվեց իրեն մասին, որովհետև նաև ինչ որ նոր ձևի մեջ էր ինքը ներկայացել, ոչ թե ֆուտբոլիստ, այլ տեսահոլովակում որպես գլխավոր դեր, խոսվել էր իրեն մասին եւ այդտեղից գիտեի, ասացի, օքեյ, ես անձամբ ծանոթ չեմ, բայց ասացի, բայց կարողանում եմ երգի գոնե մի քիչ, ասացին, դե կապ չունի բեմի հետ, բացարձակապես, որովհետեւ մարդը ֆուտբոլիստ է, ասացի լավ, ես համաձայն եմ, օքեյ, բայց ընդհանրապես ունենք Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել բոլոր աշխատանքները։ Հա, բայց ունենք ընդհանրապես 2-3 օր, այսինքն մենք վերջի մասնակիցն էինք, որ հաստատեցինք եւ միացանք պրոյեկտին։ Այդ մի քանի օրեր բավականին դժվար անցան, որովհետեւ իսկապես հենց մենք եկանք ստուդիոյում ծանոթացանք իրար հետ եւ սկսեցինք աշխատել, այսինքն Իսկ դա դժվար է կարծում եմ։ Բավականին դժվար է,
նախ իրեն չեմ ճանաչում, չեմ հասկանում իր պոտենցիալը երգի մեջ, հա, այսինքն պետք է նաև առաջինը դա հասկանայինք, հետո տոնայնությունների շատ ուժեղ խնդիրներ կային, երգի ընտրություն, թե որն է իրեն հարմար, որն է ինձ հարմար, այսինքն դրա համար իսկապես ժամանակ է պետք, բայց ես հիացած էի նրա աշխատասիրությամբ, թե ինչպես ինքը ամեն պարապմունքին անգամ կես ժամ շուտ այնտեղ էր, որպեսզի իրականացներ, ընդհանրապես չէր զլանում, ինչը ինձ էլ արթնացնում էր, հա, այսինքն հասկանում էի, որ նա ինչքան լուրջ է վերաբերվում եւ բնական է, ես էլ իրեն հետ փորձում էի այդ ամեն ինչի միջով անցնեինք միասին։ Հեշտ չէ, բայց հաճելի է։ Հեշտ չէ, հատկապես որ ընթացքում էլ ես շատ վատ առողջ էի, 38 աստիճան տաքությամբ արթացել եմ բեմ, անգամ գլխապտույտներով, այս վիրուսներից, մի խոսքով, այդ ամեն ինչի միջով ուղղակի այսպես պատվով կարողացանք դուրս գալ, դե բնական է, այդ ամեն ինչը հետո ենք ասում, երբ որ ամեն ինչ արդեն։ Էկրաններից հենց այդպես ընդհանրապես պետք է ասենք, որ չէր երևում, չէ՞։ Փորձել ենք թաքցնել, ջերմությունը, գլխապտույտները, վատ առողջ լինելը։ Բայց հիմա կարծես թե ամեն ինչ իր հունի մեջ ընկավ, արդեն միասին էներգետիկաներով էլ, ձեր ձայնային հնարավորություններով էլ, արդեն համապատասխանում եք, ազատ եք։ Հիմա ավելի ազատ ենք, արդեն իսկ երկրորդ փուլից արդեն ազատ ենք եւ փորձում ենք միմյանց հարմարվել։ Երրորդ փուլում Դավիթը առհասարակ ինձ զարմացրեց իր ապարելու ունակությամբ էլ, որովհետեւ լիովին ամբողջ երգը ապարեց, երրորդ երգը բացարձակ ավելի իրեն հարմար երգ էր եւ ես փորձել էի շատ քիչ մաս այդտեղ կազմել, ամբողջությամբ բեմը հանձնել էի, կարելի ասել իրեն։ Ոչ միայն երգում էր, այլ նաեւ պարում էր։ Նաեւ պարում էր, ինչը մեր անգամ երկող արտիստների համար է դա դժվար, ուր մնաց չերկող արտիստներին, հա։ Աստղիկ, ես առաջարկում եմ մեր զրույցը շարունակենք քո տեսահոլովակը դիտելուց հետո։ Նոր տեսահոլովակը, ինչպես է կոչվում երգը։ Հարազատ։ Հարազատ։ Այո։ Շատ լավ, դիտենք, վերադառնանք ու շարունակենք։ Դիտեցինք տեսահոլովակը, վերադարձանք տաղավար, շատ շուտով կշնորհավորենք Աստղիկին, բայց մինչև շնորհավորել Աստղիկին, ուզում ենք դիմավորել մեր այսօրվա երկրորդ հյուրին։ Դավիթ Մանոյանն է մեզ միացել, բարի լույս Դավիթ։ Բարի լույս։ Խոսում ենք երկու աստղ նախագծից եւ հետաքրքիր է, երբ դու ստացար առաջարկը մասնակցելու։ Ինչպես արձագանքեցիր։ Առաջին Աստղիկից առաջ ստացա առաջարկը, որտեղ ես երկարաժամանակ զույգ չունեի, այսինքն գիտեի որ պետք է մնացել էիր առանց զույգ։ Ու առաջին նկարահանումից մի քանի օր առաջ ծանոթացել ենք ու 3 օր, 4 օր մաքսիմում արագ պատրաստվել ենք ելույթին։ Աստղիկը մի փոքր պատմեց, որ կային դժվարություններ, բայց նաև պատմեց, որ դու շատ այսպես աշխատասիրությամբ եւ պրոֆեսիոնալ ձևով մոտեցար այս ամենին, բայց որն էր ամենադժվար պահերը, Դավիթ։ Ժամանակն էր ամենադժվար պահը, քանի որ ճիշտ է հանդիսատեսը տեսնում է եթերով յուրաքանչյուր շաբաթ օր, չէ, մեկ շաբաթվա տարբերությամբ, բայց ամեն ելույթին մենք ունեցել ենք 3 օր պատրաստվելու ժամանակ եւ ընդամենը 1 փորձ բեմում ու այն մարդու համար ընդհանրապես բեմի հետ կապ չունի, իրականում շատ դժվար էր, բայց կարծում եմ իմ համար ամենակարևորը այն էր, որ ոչ մի բառ չեմ մոռացել, ինչ որ կարող է այտենց ոչ մի բառային շարժում չես մոռացել։ Երրորդ ելույթի ժամանակ նաև պատմեց Աստղիկը, որ բեմը ամբողջովին քոնն էր եւ երգում էր եւ պարում էր։ Բայց չպիտի պարեի, իրականում ես ընդհանրապես փորձել նույնիսկ չէինք ունեցել, ուղղակի այտենց որոշեցինք որ պարեմ, քանի որ Հայաստանում չէի, դրա համար չգիտեմ ոնց է ստացվել, բայց շատ հետաքրքիր է, ես էլ այդ պահը բաց եմ թողել ձեր ելույթի, երբ դու պարում ես եւ երգում ես։ Իսկ ինչ երգ էիք ներկայացնում։ Մենք նախագծում ենք, նայելով ադրս եկել։ Ինչ երգ էիք ներկայացնում։ Այդ երրորդ Շվեդիայի 2017 թվականի I Can't Go On, այտենց լրիվ տղամարդու երգ, որը ամբողջությամբ այդ իրա վրա էր կենտրոնացած այդ բեմականացումը, բայց այդտեղ մտցրեցինք Աստղիկին որպես տենց մի քիչ երիտասարդացը ավելի կանացի տարբերակով ներկայացնել, բայց այնուամենայնիվ իմ կերպարանքը ավելի խիստ էր, հա, այսպես կոստյումային տարբերակով փորձել ենք, հա, այդպես կարելի էր ասել, հետաքրքիր Bonnie and Clyde դուետներ, հա, կարելի էր ասել, այդտեղ համագործակցում էինք մենք բավականին լուրջ թեմայի շուրջ, բայց այդ լուրջ թեման երգներ։ Իսկ եղել են պահեր, երբ որ դուք իրար ճիշտ չեք հասկացել, բայց դա հենց դարձել է այդ պահին ելույթի ամենակարևոր ուժը։
Ոչ թե բացական կերպով է անդրադարձել, բեմականացվել էր, այդ արել ենք մեր մաքսիմումով, այսինքն իմպրովիզ բեմի վրա չի եղել կարծում եմ։ Բեմի վրա չէ, բայց նախքան, այսինքն նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երբ երկրորդ փուլում ես առաջարկեցի Օքամի երգել, որովհետև ռոքային էր եւ շատ սիրված գործ էր դա, հետո Դավիթը ասեց ամբողջությամբ եկեք չանենք դա, կեսից անենք Bon Jovi, այսինքն մենք փորձեցինք դա ստեղծել պոպուրի։ Դրա համար ստեղծվեց մի գործ, որը ոնց որ առաջին մասը ավելի իմ ընտրությամբ էր, երկրորդ մասը ավելի Դավիթի ընտրությամբ էր։ Այդտեղ փորձեցինք համատեղել մեր կարծիքները, բայց այդտեղ դժվարությունները այնտեղ էր կայանում, որ եւ մյուս երգի տոնայնությունների բացարձակ տարբերություն կար, եւ պետք էր բերել մի հատ նենց բալանսի, որ կարողանանք եւ երգը ճիշտ հնչեր, եւ մենք ճիշտ հնչեինք այդ տոնայնության մեջ, այսինքն որոշ ներքին բարդություններ կային, որոնք այնուամենայնիվ հաղթահարեցինք։ Իսկ բարի հանդեպ սերը որտեղից է Դավիթ։ Պարզապես հետաքրքիր է։ Ես միշտ սիրել եմ, բայց երբեք չեմ զբաղվել։ Չէ, պրոֆեսիոնալ չես զբաղվել։ Երբեք, այսինքն ինչ-որ բաներ նայելով փորձել եմ կրկնել, բայց ուղղակի այնքան որ սիրելով երաժշտությունը ընդհանրապես այդ ամեն ինչը ու չգիտեմ, ստացվում էր, կարծում որ եթե ես մտածում եմ գնայի ինչ-որ դասերի բաների, շատ լավ հաջողություն կստացվեր։ Բայց ուշ չի։ Հա, հեսա ժամանակն է սուղ։ Ժամանակն է սուղ։ Այս առաջին տեսալովակը սա դուրս գալու չգիտեմ։ Մենք կսպասենք, մենք կհյուրընկալենք քեզ Առավոտ լուսոյի տաղավարում եւ դու կմեկնաբանես այդ Մյուս երրորդ տեսլի ես եմ ներկայացնել։ Մենք վստահ ենք, որ շատ հետաքրքիր բան է։ Մենք վստահ ենք, որ այս նախագիծը երկու աստղ նախագծի մասին է խոսքը, որ ոչ միայն հերթատողին է այսպես վառ էներգիա փոխանցում, այլ նաև մասնակիցների համար է սա շատ երբեմն նաև վճռորոշ լինում։ Ինչ է տալիս այս նախագիծը ձեզ կամ այս նախագծի Ինչ տվեց այս նախագիծը Ինչ տվեց ձեզ Մեր ընկերությունը առաջին հերթին ու նաև մնացած մասնակիցների հետ լավ ծանոթացանք, կեսին ճանաչում էի, բայց ավելի մտերիմ դարձանք։ Իրականում շատ մեծ ժամանակ է խլում, այդ առումով sense մի քիչ երկուս էլ հանգիստ ենք, որ մեր գործը կարանք շարունակենք առանց շտապելու, առանց փորձերի տրամադրվելու, պատրաստվելու, բայց մյուս կողմից էլ իհարկե ուզում ես ավելի երկար մնաս, ավելի ինչ որ հետաքրքիր։ Եթե մասնակցում ես, այո։ Որովհետև օրինակ այդ նույն ռոքի ժամանակ մի մտքում այնքան երգեր կային, որ կարենք անենք ու քիրներ, բայց ունես ամենակար ժամանակ ու մի երկրի ընտրություն ու գնալով այսինքն այդ փորձը շատ լավ կներ երկար տևեր, բայց ամեն դեպքում ոչ մի ինչ-որ զղջում չկա։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք եւս մեկ անգամ մասնակցելու երկու աստղ նախագծի, ինչ կփոխեիք։ Կփոխեիք ժամկետը, որ երկար ավելի պատրաստվեն զույգերը։ Երգերի ընտրությունը Եվրոտեսիլը հանեին ընդհանրապես անկեղծ ասած, սա իրական ամենաբարդն է, որովհետև իրական թվում է թե հեշտ թեմա է Եվրոտեսիլի թեման, բայց երբ որ առնչվում ես եւ արդեն իսկ փորձում ես երգ ընտրել, հասկանում ես, որ այդ կոնտեքստում իրենք շատ հետաքրքիր են հնչում, բայց երբ որ դուրս են գալիս այդտեղից, դառնում են մի ուրիշ տեսակի երգ, որը շատ դժվար է այն ներկայացնել, հա, այսինքն ինչքան էլ որ հայտնի են, ճանաչված են, միևնույնն է, ինչ որ այնտեղ շատ փայլուն ճոխ է երևում, բայց դրանից դուրս պարզապես սովորական երգ է եւ դա պետք է ինչքան աշխատանք տանես, որ կարողանաս նույնչափ իրեն ներկայացնել։ Առաջին փուլը օրինակ դուետների փուլ էր, բոլորը երգում էին դուետային կատարումներ, երկրորդը ռոքային ժանրներ ընտրված, էլի բոլորը երգում էին ռոքային ժանրի մեջ։ Երրորդը դες խանգարեց Եվրոտեսիլը։ Եվ ժպիտով դուրս եկանք ուղակի Եթե մաղթելով բոլորին հաջողություն։ Կհամաձայնեք նորից միասին ելույթ ունենալ։ Միասին ելույթ ունենալու հետ հա, բայց օրինակ այդ ինչ կփոխեի, առաջինը այն կփոխեի, որ ես ինչի դեմ պետք է պայքարեի, էլի, այսինքն ես երբեք չեմ կարա այն մասնակիցներից լավ երգեմ, ես ինչով պետք է ներկայանայի, այսինքն այդ բանը, եթե մրցույթային է ինքը, պետք է հավասար բոլոր զույգերը մրցույթային լինեն, իսկ որպես շոու ինքը Դե ոչ երգիչներն են պետք է աշխատեին լավ ներկայանալու եւ ճիշտ երգելու։ Դե քիչ էին ոչ երգիչներ, հենց այդ է էլի հարցը, բայց ամեն դեպքում ինքը ստացված շոու է։ Ես քեզ հետ համաձայն եմ Դավիթ, ասեմ իմանաս։ Ես քեզ հետ համաձայն եմ, այո։ Դե եկեք դաշտ ասեմ, էլի։ Մտածել եք, եթե օրինակ Աստղիկը չէ կամ ձեր դեպքում էլ Դավիթը չէ, ապա ում հետ ելույթ կունենայիք։ Ես կարամ իրա տեղ պատասխանել։ Պատասխանի։
Դեյվիդ Բեքհեմը, չէ՞։ Հա, դե Բեքհեմի միջև հրավիրեին Հայաստան, միջև այդ վճարումները կատարեին։ ժամանակ կտևեր։ Չէ, Դեվիդը զբաղված է հիմա իր այգով, հատկապես որ հողագործության մեջ շատ է վերջին շրջանում էլ։ Եվ Ինչով է զբաղված Դեվիդ Բեքհեմը։ Վիկտորիա համար լոլիկներ է պատրաստում, սխտոր։ Կարևորն այն է, որ երկու աստղ իսկապես շատ լավ ժամանցային հաղորդաշար է իրենով, որի մեջ կա երաժշտություն, կա հումոր, կա հետաքրքիր ինչ-որ լուծումներ բեմական, բավականին շատ լուրջ աշխատանք է կատարվում բեմական լուծումների վրա, լավ աշխատանք է կատարվում եւ համոզված եմ, որ հեռուստադիտողը պարզապես ամեն ելույթը վայելում է եւ կարևոր չէ ով է այս փուլում դուրս գալիս, ով է մնում, մենք հասկանում ենք, որ բոլորս էլ մեր կերպարով արդեն իսկ կայացած կերպարներ ենք եւ այդտեղ դուրս գալը չի համարվում պարտություն, այլ համարվում է պարզապես չշարունակել նախագիծը, քանի որ ես ընկալել եմ երկու աստղը որպես չերքիչին տրվող լայն հնարավորություն, ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է դա, որ կուզենայի, որ հաղթեր այն մասնակիցը, ում չերքիչը նպատակ ունի երքիչ դառնալու, որպեսզի նախագիծը իր նպատակին ծառայի իրեն համար, հա, այսինքն դա հիմք հանդիսանա, որպեսզի նա հետո կարողանա որպես երգիչ լինել։ Բայց Դավիթն էլ ուներ, չէ՞, նպատակներ։ Տեսահոլովակ էր ուզում ձայնագրել, Եվրատեսիլ էր ուզում մասնակցել։ Չէ՞ նա էլ ուներ այդ նպատակները։ Որ իմանա ես քո համար երգ կգրեի Դավիթ ջան։ Բայց մենք ունենք նաև խաղ ձեզ համար պատրաստած։ Դուք պատրաստ եք։ Ես գոնե թե գիտեք այդ խաղը։ Հա։ Բայց այդտեղ կարևորվում է դուք երկուսդ եք հիմա նույն կսում ենք էլ իրար հասկացած։ Չէ, բայց դուք իրար դեմ չեք խաղում։ Ես ասի չեմ խոսում։ Այստեղ դուք սխալում եք։ Դուք միասին եք խաղում։ Մյուզիկերի Ավելի ենք բարդացրել խնդիրը, ոչ թե դուք եք իրար հետ կռվելու, այլ դուք պետք է մյուզիկերի հետ կռվեք երկու աստղի զույգերի։ Դուք գոնե թե Ես գոնե թե դառնում եմ այո, իսկ դու ունես կուտակված որոշ հարցեր։ Մենք դա արդեն նկատել ենք։ Հիմա ոչ թե ես գոնե թե, այլ ինչպես Լուսեն նշեց, մենք գոնե թե։ Okay։ Մենք գոնե թե ունենք չերքիչ։ Հա, այո, առաջ։ Ես հուշում եմ Դավիթ։ Ասա։ Մենք գոնե թե ունենք չերքիչ։ Մենք գոնե թե երկի բառերը չենք մոռանում։ Բրավո։ Ասա, ես միտեղ մոռացել եմ։ Ես գոնե թե ուրեմն։ Փոքրտեղ մոռացել եմ, հետո ինձ չեմ ներում դրա համար, բայց իհարկե եթերով չնկատվեց։ Մենք գոնե թե մոտոցիկլետ ունենք բեմում, այլ ինչ։ Ճիշտ է, մենք ունենք մոտոցիկլետ, որը մյուսները չունեին իրոք։ Մենք Քիշեք։ Իսկ քանի հատ պետք է ասենք դա։ Մի 4 հատ էլ որ ասեք մենք դες շատ է։ Աստղիկ ուշադիր Մենք գոնե թե հումորի հաշվին ձայներ չենք ստանում։ Հա։ Լավ, արի չտանջենք։ չենք տանջի։ Իսկապես, արի չտանջենք։ Ինչ նորություններ ունեք դուք ձեր ասպարեզներում։ Իսկ ձեր ասպարեզները շատ տարբեր են։ Այս հարցին էլ ենք պատասխանում եւ Դու սկսի։ Ես իհարկե նորություններս կապված են հիմնականում ձայնասկավառակի հետ, որին հաջորդելու է տեսահոլովակների նկարահանումները, որից մեկը նախատեսված է Իսպանիայում, ինչպես ասեցի, երևի թե մյուսն էլ կլինի այստեղ։ Պլանավորել եմ, որ 5 երգերն էլ անպայման ունենան տեսահոլովակներ։ Դրան կհաջորդի նաև համերգներով ներկայանալ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Եվ որոշակի էլի աշխատանքներ, որոնք որ կապված են այդ եվրոպական հրավերների հետ, որ պետք է մեկնեմ, իրականացնեմ եւ վերադառնամ։ Դավիթ, քեզ եմ։ Ես նոր տեսահոլովակի առաջարկ եմ սպասում Սկզբից նոր։ Հա։ Քանի որ Աստղիկը հարցազրույցի սկզբում նշեց, որ Դավիթին չէր ճանաչում եւ միայն Իվետա Մուկուչյանի տեսահոլովակներ հիշում։ Հա, դուք եմ իմացել առաջին անգամ քո մասին։ Հա։ Իհարկե։ Շատ խոսվեց։ Այնքան էլ վատ չի պես ճանաչել, բայց հա։ Հա, բայց հետո որ անձամբ ճանաչեցի, հասկացա, որ իսկական ընկեր տեսակ է ինքը ու շատ ուրախ եմ այդ առումով, որովհետև հիմա անգամ ասենք օրվա մեջ զանգահարում ենք, ինչ որ կիսվում ենք իրար գործերով, երբեմն ինքնազանգահարում ասում եմ օգնության կարիք ունես, երբեմն ես եմ կապվում ասում։ Ամեն դեպքում հենց այն, որ երկու աստղից հետո ձևավորվեց մի հատ շատ ջերմ ու շատ մաքուր ընկերություն, այդ ինձ թվում է ամենամեծ հաղթանակներն ինձ համար։ Տեսահոլովակից բացի
Հիմա մեկնարկում ենք երկրորդ մեր մրցաշրջանը Streetball Armenia-ի, սկսելու ենք Արարատի մարզով, այդ բոլոր մարզերով անցած տարի մենք շրջեցինք, հիմնականում մարզկենտրոններ կամ քաղաքներ, որտեղ այդ մեծ հրապարակը լինում էր, որ մենք կարողանանք մեր միջոցառումները անցկացնենք։ Հունիսի 8-ից սկսում ենք Արարատի մարզից Մասես քաղաքից եւ մինչեւ սեպտեմբեր բոլոր մարզերում պետք է մեր Streetball Armenia միջոցառումները լինի եւ մեծ եզրափակիչը հոկտեմբերի 4-ին եւ 5-ին։ Այս տարի ավելացրել ենք մի քանի սպորտաձևեր, որոնք տենց ինչ որ միջոցառումներ ժամանակ եղել են։ Դա skateboard-ը եւ break dance-ն է, որը բոլոր տեղերում է հիմնական լինելու եւ նաեւ չգիտեմ դա ոնց կգնա, բայց շախմատն եմ ավելացրել ու հետաքրքիր կլինի, երբ որ գիտեմ շախմատը լրության մեջ խաղում են, հիմա այդ երաժշտության այդ ամբողջի մեջ այդ փողոցային վիճակում ինչպես կխաղան այդ սպորտի Ինչպես կկարողանան կենտրոնանալ։ Հա, կենտրոնանալ, հիմնականում ճիշտ է ինքը երեխաների վրա է, բայց շախմատը ինքը տարիք չի հասնում։ Դե մեր պապիկները սովոր են, եթե կհիշես, մենք բակում աղմկում էինք, նրանք այդ աղմուկի ներքո խաղում էին իրենց շախմատը կամ այլ Բայց հենց այդ երեխան 8-10 տարեկան կարա 60 տարեկան պապիկի հետ խաղա, որտեղ շախմատում ինքը իրականում այդքան տենց տարբերություն չկա։ Տարբերություն չկա։ ու եթե խելացի պետք է պարտվի պապիկին։ Իրականում տենց դեպք եղել է, ես երբ որ Մասիս քաղաքում պլանավորում էինք այս տարի անցկացնենք մեր Արարատի մարզի մրցաշարը, պատմում էին ինձ, որ այդ մրցաշարից մեկի ժամանակ որ տարիքային բան չկա էլի շախմատում։ Մի հատ շատ ուժեղ շախմատիստ երեխա նստում է ու իր դիմացը 70 տարեկան պապիկ ու սկսում է լացել, որ ես պապիկի հետ եմ ես խաղալու բան, բայց հասկացնում են, որ դու տախտակին նայի, կհաղթես էլի, տենց հաղթում է, բայց իր համար հոգեբանական տենց ճնշում է։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մեզ մնում է ընդհանրապես հաջողություն մաղթել ձեր բոլոր նպատակներին, որպեսզի 2025 թվականին ամբողջի իրականություն դառնա։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն ձեր անկեղծության համար, որ մեզ հետ կիսվեցիք ձեր տպավորություններով երեկվա Խաղը մի քիչ չստացվեց, բայց ոչինչ, Ուղղակի հետագայում այդ մարդկանց հետ հանդիպելու ենք, այդքան չենք ուզում էլ այդ խաղերը, բայց մենք գոնե այդքան հումորով չենք վերաբերվում, դե հիմա այդ լուրջ են իրանք միշտ նախագծերին վերաբերվել, հիմա էլ էլի այդ նույն լուրջ է։ Մենք ձեզ ընկալում ենք եւս մեկ անգամ, այո։ Այդ ամենակարևորն է։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում, ձեզ լավ օրվա, հանգստյան օրվա շարունակություն նաև։ Իսկ այս պայն էլ երևի երաժշտական դատով։ Այո, իսկ մենք շարժվենք առաջ սիրելի հեռուստադիտողներ։